Վերջ, կարաս Վերջ, սկսես։ Ահա, բարի, ուրեմն շարժվում ենք առաջ, հիմա խոսում ենք հենց Instagram-ի օպտիմիզացիայի մասին և բիոյի մասին, որը մենք արդեն կարգավորել ենք, ցույց կտամ էլի ձեզ գործիք, որը ձեզ տրամադրում է համապատասխան բիոներ, այսինքն, որ դուք չեք ստեղծում, AI-ը ձեզ օգնում է բիոն ստեղծելը ու դա շատ կարևոր է։ Եվ այսպես, օպտիմիզացրեք ձեր Instagram պրոֆիլը։ Օգտողի անունն է, գիտեք, շատ կարևոր է։ Պետք է ընտրենք հստակ, հիշվող և հետևողական օգտանուն, որը իդեալականորեն համապատասխանում է ձեր ընկերության անվանմանը կամ սերտորեն կապված է, դա չեք մոռանում։ Մյուսը, պրոֆիլի նկարը։ Պիտի օգտագործենք բարձրորակ լոգո կամ պրոֆեսիոնալ ինչ-որ գլխի նկար, վերևը մասը ձեր, եթե դուք ապրանքանիշի դեմք եք այդ պարագայում։ Համոզվեք, որ այն հեշտությամբ ճանաչելի է նույնիսկ փոքր չափսերով, դա կարևոր է։ Երրորդ քայլը, որը կարևոր է օպտիմիզացիայի համար, Instagram-ի մասին ենք խոսում, դա կենսագրությունն է։ Ստեղծեք ազդեցիկ կենսագրություն, որը հստակ նշում է, թե ինչ է անում ձեր բիզնեսը, ձեր արժեքային առաջարկը և ներառում է գործողությունների կոչ։ Դա կոչվում է CTA, այսինքն գործողությունների կոչը CTA-ը, թե ինչ պիտի անի հաճախորդը։ Դրա վրա մի կուզեմ անդրադառնամ։ Օրինակներ հիմա կբերեմ։ Կարա լինի գնիր հիմա, այցելիր մեր կայքը, իմանալ ավելին, կապվեք մեզ հետ, դա պարտադիր, ժողովուրդ ջան, շատ կարևոր է, պարտադիր հենց գործողությունների կոչն է։ Մյուսը, պիտի օգտագործեք համապատասխան հիմնաբառեր, որը մենք հիմա այդ հիմքը դրեցինք, օգնելու մարդկանց գտնել ձեր որոնման միջոցով։ Մյուսը, մտածեք, օգտագործելով LinkedIn bio գործիքը, ինչպես Linktree, BioFM, մի քանի կարևոր հղումներով կիսվելու համար, կայքը, բլոգը, այլ սոցիալական ինչ-որ լրատվամիջոցներ և այլն։ Այսինքն հղումները ձեր բիոյի մեջ պարտադիր պիտի լինեն, այն հղումները, որը կապում են ձեր բրենդը, ձեր բիզնեսը։ Հիմա էլի գնում եմ Ahrefs-ին, սա փակում ենք, սա բոլորս հասկացանք։ Հիմա գնում ենք այստեղ Generate bio for this profile։ Տեսնում եք, իմ էկրանը փոխվեց, տեսաք բոլորդ։ Հա։ Շատ լավ, խնդրում եմ եղեք ուշադիր, միանգամից ուղարկում եմ հղումը Telegram, որովհետև ես աշխատելու ենք այս ամենի հետ, տեղադրում ենք, գնաց։ Էլի անվճար է, ես շատ ուրախանում եմ, որ անվճար գործիքներից կարողանում ենք դեր օգտվել։ Հիմա նայեք, ստեղ կա social media, կա Instagram, TikTok, Twitter, Facebook, տեսեք լրիվ կա, ինչ որ մեզ պետք է։ Տեսեք Facebook-ն էլ կա, սկսում ենք Instagram-ից։ Ասում է, քանի տարբերակ ես ուզում, ինքը տարբերակներ է, 3 տարբերակ, 1, 5 և այլն, 3 թող լինի։ Կարաք հեշթեգերը ավելացնեք, կարա էմոջիները լինի, կարա չլինի, դեր եկեք լրիվ բացենք, տեսեք, էսի աջ կողմն է, գնում ենք ձախը, ֆորմալ ձև կա, պաշտոնական, friendly, ընկերական, սովորական, նայեք քանի ձև կա, որ դուք ընտրում եք, ինչ ձևով բիո պետք է կառուցվի։ Հիմա ես ընտրում եմ առաջինը, եկեք անենք ֆորմալ, պաշտոնական ձև։ Ու առաջարկեք, ինչ որ բիզնես ասեք, միասին անենք։ Ինչ բիզնես կուզեք, որ տեսնեք ինչ բիո կկազմի։ Հավը։ Հավը։ Տեսնենք, ինչու՞ չէ, սա տեսնենք, Հիմա անում ենք, բայց հավի համար ֆորմալը երևի լավ չի, եկեք մի քիչ անենք, ինչ դիպլոմատիկ, վստահ, չէ, ընկերական կոնի ոչ անենք, որտեղ մի քիչ չի բռնելու բիզնեսի հետ։ Սխմում եմ։ Հեշթեգեր եմ ուզում լինի, էմոջիներն էլ ինքը պատրաստի Instagram-ի համար տալիս է, սխմեցի։ Ես ձեզ կառաջարկեմ այս գործիքի միջոցով ձեր բիոները փոխեք, դուք կտեսնեք տարբերությունը։ Տեսեք։ Ինքը արդեն ստեղծել է 3 տարբերակ, տեսեք, անգլերեն, հեշթեգերը և էմոջիները դրել է, տեսաք։ Տեսա։ Հավի համար ինքը ստեղծել է։
Այս ձև դուք այստեղից վերցնում եք։ Հիմա մի հատ edge update եմ անում։ Փոխում եմ Instagram-ը Facebook ու գրում եմ օրինակ գինի, wine making, գինի արտադրությունը։ Էմոջիները փակում եմ, օրինակ էմոջի չեմ ուզում։ Սարքում եմ ֆորմալ, պաշտոնական ձևով ուզում եմ լինի։ Դուք մի քանի ձև կարաք դնեք ու ձեր ընտրեք, կարաք փոխեք։ Էդ էլ եմ առաջարկում ձեզ։ Դինամիկա լինի։ Ահա, էսա տեսեք։ 1, 2, 3, էսա։ Ինքը դրել է, ինքը գիտե էլ է արդեն որ չափն է պետք Facebook-ի բիոյի համար։ Ահա, ստեղ կա օրինակ more like this, սրա նմանը, հիշում եք փոխում ենք, էսա փոխել է դրա նմանները բերի։ Ինչ որ փոխեցի, modify, վերափոխել, տեսեք կա տարբերակ, նույն բանը ուրիշ ձևով գրել, rephrase, կարճացնել, նույնիսկ կա թարգմանել։ Հիմա տեսնենք, չեմ հիշում, հայերենը կարծեմ չկա էլի, դեռ չեն զարգացրել, հայերենը դժվար է, գիտեք, այս գործիքների համար, չեն կարողանում ինձ թվում է, ահա, ինքը կարա փոխի, թարգմանենք օրինակ մեր բիոն, ինչ լեզվով կուզեք, մեզ որն է մոտիկ, որ գիտենք, դրանք ինչ հարմար լեզու կա, ահա, հինդի, հնդկաներեն չէ, իտալերեն, ճապոներեն, հարմար լեզու չէ, ահա, ռուսկի, եսա կա, ռուսերենը կար, հիմա անեմ սենց, թարգմանում ենք, եսա տեսնեք թարգմանում է, որ կարող է չհասկանաք, ահա, տեսեք, Էսա ինքը թարգմանեց ռուսերեն, նես չի որ դուք ռուսերենով պետք դնեք, բայց եթե դուք չեք հասկանում ինչ արել, գոնե ռուսերենով կստուգեք ու հետո կգնաք նույն լեզուն կվերցնեք եւ կտեղադրեք ձեր ուզած ձևը։ Հասկացաք ժողովուրդ ջան, բոլորդ։ Հիմա ասեք հարց կա։ Չէ։ Հիմա սկզբից չի, այդ որտե ենք մտնում։ Ես հղումը ուղարկել եմ ձեզ, բանի մի էսի ահրևսն է, նայեք, սկզբից գլի ահրևս կոմ, հիմա մտնում ենք ահրևս, ու որը ձեզ հիմա ավելի հասանելի է, Facebook-ը թե Instagram-ը բիոն փոխում ենք, ու ես ձեզ տալիս եմ բավական ժամանակ, դա լուրջ գործ է, այսինքն դնում եք բիզնեսը, ընտրում եք, անում եք, ու նոր բիոները ձեր կամ Instagram-ի կամ Facebook-ի ոնց դուք կուզեք, ինձ չաթում տեղադրում ենք, պայմանավորվեցինք ժողովուրդ ջան։ Սկսեցինք, որովհետև երբ որ դուք դա անեք, ինձ հասկանալի կլինի ձեր դժվարությունները։ Ստեղ ձևերը շատ են, formal, casual, օրինակ wine making, casual, սկսեցինք այդ աշխատանքը։ Շարունակում ենք հիմա։ Բոլորդ կարողացաք հղումով մտնել այդ տեղը գտնել, ինձ դա է հետաքրքիր, թե ոչ։ Մտել ենք դա, ես մտել եմ։ Շատ լավ, ասեք արձագանքեք բոլորդ սկսեցիք։ Էլի, սկրին ենք ուղարկում, թե էջում ենք դնում մի անգամից։ Էջում եք դնում ու հետո սկրին եք անում, որը ձեզ ավելի հեշտ է մատչելի է Facebook-ը կամ Instagram-ը, բայց փոխում ենք բիոն այս գործիքով։ Ստեղ 3 տարբերակ ընտրեք, ուզեք 5 տարբերակ, դուք ոնց։ Ու ստեղ ընտրեք ձևերն էլ, ըստ ձեզ։ Դրա համար մի քիչ ժամանակատար է, կարող է պրոֆեսիոնալ ձևն եք ուզում, էլի։ Ահա։ Ինչ որ պրոֆեսիոնալ ձևերը տարբեր են։ Դուք արդեն ընտրում եք։ Բիոն այսպես ջեներացնում ենք և պատրաստում ենք։ Ստացվում է ժողովուրդ ջան։ Արձագանքեք տեսնեմ։ Բոլորիդ մոտ ստացվում, այս հղումով մտակ ու շարունակում եք։ Փորձում ենք։ Իհարկե։ Ամի փորձում են իրանք, ես Նոնա ջան նշեմ, որ մոռացել եք էկրանները միացնել, սկրինշոտ անենք, վերջում չմոռանանք։ Վերջում կանենք, անպայման, սկրինշոտ, ես մոտս կնշեմ։ Անպայման կանենք այդ գործը։ Գործիքներով հետաքրքիր է։ Էլմիրա ջան, կարող եք դուք եք անում։ Այո, իհարկե։
Ես եմ սովորում Instagram-ին այդքան Ահա, լավ չեմ դուք Instagram-ը զարգացրեք։ Հա, բայ հարկ է։ Զարգացրեք ձեր Instagram։ Ու պատկերացրեք այն մարդիկ, որ բացակայում են, տեղում հասկանալու անելը շատ ճիշտ է, քան հետո վիդեոյով կարող է հարցեր լինել ընթացքում։ Այո։ Անոնա ջան, որ խնդրեմ կօգնես, լեզուն որտեղով ենք փոխում։ Լեզուն եք ուզում։ Հենց լեզուն սկզբից անգլերեն է գալու, այստեղ նայեք աջ կողմը։ Հա, լավ։ Անգլերեն է, Չի, թարգմանությունը, բիոն, հա, տեղից ենք թարգմանում։ Ներքևից տեղ, հիմա ուղղակի մոտ բան չկա գրած, մի վարքյան մի բան գրեմ, մի վարքյան, էսա ես մի հատ գնամ, ես արդեն փոխեցի, ուղղակի ես թողում եմ, որ հետո ձեզ հետ գնամ կրկնեմ, էսա կգնամ հղումով ու կանենք, էսա biogenerator սխմեցի, էսա օրինակ ինչ ենք գրում, ասում ենք hen farm, էսա hen farm, ձեզ հետ գրում եմ միասին, ընտրում ենք ձևը, էսա մի հատ էլ ուրիշ ձև ընտրեմ, formal չընտրեմ, օրինակ professional, պաշտոնական, professional, այնա մարդիկ ուղարկել են, էսա տեսնեմ, դոյի պոսլե, կեցե դուք, մերսի շատ, Instagram, էսա անում եմ Facebook չէինք արել, generate եմ անում, որ դուք տեսնեք լեզու փոխելու տեղը, միջև չգրեմ, չեմ կարա լեզուն ցույց տամ, էսա տեսեք լեզուն, Էսա more like this, modify, որ modify-ը սխմում եք, այս որ սխմեք, թարգմանությունը դուրս է գալի։ Տեսեք ընթացքում հարցեր են։ Տեսեք Միլենա ինչ է արել։ Շատ լավ։ Արանը։ Ներեք ես մի քիչ ուշ կուղարկեմ, հա, հասկացել եմ, բայց չեմ կարող բանին անել։ Okay։ Ես տեսա ուղղակի շադիր նայում է ձեր բիոն, էլի։ Բիոն տեսա առաքումով և իմունային հայերենով բիո ճիշտ է Հայաստանի համար, հայլայթերը Առաջինը, որ հիմա կարդում եք, այդ առաջվա բիոն էր, երկրորդը սենց պատմողական տեքստով եմ գրել։ Մի րոպե, տեսա, իսկ այս գործիքը ձեզ որը առաջարկեց։ Հենց ես տարբերակը, որ ձեր սիրելի անկյունը մեղրի, թեյի և մեղուների համար, բացահայտելով բնության ամենաքաղցր պարգևները, որտեղ չենք իրականացնում։ Ես գրեցի ինչ ֆունկցիա ենք անում, դրա հիման վրա անգլերենով բերեց թարգմանեցի։ Ապրեք, ես էլ էդ եմ նայում, գիտեք, չէ։ Էդ է ուզում նայեմ, կարդամ, ապրեք։ Էդ է ուզում հասկանամ, շատ լավ։ Okay։ Մռով հանի, հետաքրքիր է։ Մռով։ Ինչ կներեք, հարց, ինչու մռով։ Մի որ բրենդը հիմնել է իմ մաման, ու ինքը ծնվել է Մռով լեռան այդ լանջին գտնվող գյուղերից ու արդեն 20 թվականից հետո, որ մենք պետք է գործունեություն սկսենք այստեղ ինչ-որ բանով զբաղվելու համար, անուն ենք մտածում, դե պապիկս էլ մինչև այդ մեղվաբույծ էր, սերնդեսերունդ արդեն գալիս է այս մեր մոտ, անունը մտածեցինք ինչ անենք, ու սենց ամենահոգեհարազատ, հիշվող ու յուրահատուկ անուն էս եկավ միանգամից մեր մտքին, այդպես ամեն ինչը արեցինք սրան շուրջ։ Իսկ որտեղ է գտնվում այդ Մռովը։ Ինչ մարզ է, ինչ է, ոնց է։ Լեռը Արցախում էր գտնվում։ Որ բանն է, ինչ շրջանակ։ Մարտակերտ։ Որ մասում է։ Մարտակերտի շրջանում, Սարսանգի տարածաշրջան էր։ Հա, հասկացա։ Ինչ հետաքրքիր բաներ իմացանք, շնորհակալություն։ Էդ էլ էլի պատմողական դասի մեջ մտնում։ Այո, ձեզ հետ կապ ունի Արցախ։ Ձեր բրենդի հետ։ Մռովը չէ, բայց Մռավը լեռն է, էլի։ Այո, ես գիտեք ինչ, մինչև այս դասը երբեք չէի լսել այդ անունը, իսկ դասի ժամանակ արդեն 2 անգամ հնչեց, դրա համար ես հետաքրքրվեցի։ Գիտեք, ես տեղյակ չէի, շնորհակալություն։ Դասը եւ իմ կողմից է փաստորեն եւ ձեր կողմից է, դուք եք, չէ՞, ինչ որ բան ինձ սովորեցնում, շնորհակալություն։ Ես էլ
Շատ բան իմացա կարևոր ապրեք։ Ստացվեց, ուրեմն Միլենան ուղարկել է ժողովուրդ ջան, ձերն էլ փոխեք, ուղարկեք Արցախը, բոլորդ մի հատ ուղարկեք։ Ես որ գրել ենք Նորից ասեք ինչ են գրում։ որտեղ ենք էլի պոյս տալ, այդ Amazon կա, Bing, YouTube, այդ որնով ենք մտնում։ Մի րոպե։ Էդի որտեղ եք տեսնում տենց բան։ Այդ Ahrefs որ մտնում ենք այդ կայքը։ Հա, մի րոպե տեսնեմ։ Հա, դուք ես համակարգչով եմ մտնում, եկեք սպասեք ձեզ այդ մոբայլով մտնեմ, հասկանամ դուք ինչ եք հարցնում։ Մի րոպե։ Նոնա ջան, կարանք չէ հայերեն թարգմանենք, հայերեն գրենք բիոները։ Թե անգլերեն թարգմանենք։ Չէ, կարող հայերեն գրեք, այնտեղ թարգման ուղղակի ինքը մի րոպե, եթե սխմում եք, միանգամից բացվում է, Amazon բան չպետք է բացվի, գիտեք, բան, Արցախ ջան։ Ձեր մոտ ինչ Amazon-ա բացվում։ Google, Bing, YouTube, Amazon կա, տենց տարբերակներ, էլի Google-ի վրա է այս բանն, էլի։ Բայց ես որ սխմում եմ, ես տենց բան չեմ տեսնում, գիտեք։ Մի հատ տեսնեմ, էդի որտեղ է ձեր մոտ։ Դուք ուզում եմ, այս իմ մոտ ես նայեք ինչա, սխմեցի, միանգամից բացվեց այդ տեղը։ Ես չեմ տեսնում տենց բան։ Ձեր հեռախոսը մի հատ սկրին կուղարկեք, ես իմ մոտ չկա տենց բան։ Իմ մոտ նայեք, ես բացեցի, ժողովուրդ ջան, ձեր մոտ էլ է տենց Amazon բան գրում։ Իմ մոտ չկա տենց բան։ Ես հիմա ցույց տամ մի հատ Արցախ ջան, դուք սկրին արեք։ Իմ մոտ էսա միանգամից հեռախոսով, որտեղ իմը միանգամից Instagram-ի համար է բերել։ Այնտեղ որ ես փորփրեցի, հետո բերեց ուրիշ տեղեր, որ կարելի է պոյսկ տալ գտնել։ Իսկ ես սխմեցի, միանգամից բերեց սա։ Ես ուզում եմ տեսնեմ Արցախը որտեղ է գտնվում այս պարագայում։ Արցախ ջան, որտեղ եք գտնվում դուք։ Մի հատ սկրին արեք, տեսնեմ էլի դուք ինչ եք տեսնում։ Ես որտեղ այդ հղումը սխմեցի, միանգամից իմ մոտ էս բացեց հարթակը։ Ահա, մի րոպե։ Այդ բանալի բառերի կայքա բացում, այդ բիոն չի։ Google-ն ա ձեզ բերել, ինչու է ձեր, էսի հին վերսիան, ձեր մոտ անվճար վերսիան հին ձևն ա բերել, էսի նորը չի։ Գիտեք ինչ արեք, մի հատ էս հղումը վերցրեք, Google-ի մեջ դրեք փորձեք։ Այն հղումը Telegram-ից մի հատ կոպի արեք, տարեք Google-ով բացեք, ոչ թե Telegram-ից բացեք։ Ձեր մոտ հին վերսիան ա բերել, միջև, չգիտեմ որ թվական էս վերսիան ա բերել։ Ինչու է ձեր մոտ հինը։ Ձեր մոտ բանալի բառերի աղբյուրներն ա բերել, լրիվ ուրիշ տեղ ասա։ Իմ ասածը չի, թե չէ իմ մոտ նորմալ բացում է։ Կոպի արեք, գնացեք Google-ում գրեք։ Տեսեք, այդ տենց բաներ կարա լինի ամեն դեպքում։ Դե ուրեմն դուք էս ավարտեք, տեղադրեք, թարգմանեք եւ անցնենք առաջ։ Էսի free, տենում եք անվճար է։ Արցախ ջան, ստացվեց ձեր մոտ, Google-ում դրեցիք նույն բանն ա բացվում, թե էլի սա է բացվում։ Չէ, եկավ բիոգրաֆիան։ Ճիշտ է եկավ, ոնց իմ մոտ է։ Հա։ Տեսեք, ձեր մոտ հեռախոսի մեջ հին վերսիան, որ տենց գնում եք, այն հին ձևն ա պահել, տենց չպետք է լինի։ Միշտ նայեք, յուրաքանչյուր հղում եթե չի աշխատում, իրեն այդ հարթակից մի օգտագործեք, գնացեք թարմացրած Google-ում գրեք, ինքը կբերի նոր վերսիան։ Google-ը թարմացրած տարբերակն է։ Ժողովուրդ ջան, ստացվել է ձեր մոտ։ Լավ, փորձեք դա։ Սա ուղարկեմ, տեսեք։ Այո, ուղարկեք։ Ուղարկեք, բոլորը տեսնենք։
Շատ հետաքրքիր է։ Լավ էլ ստացվել է, տեսեք, շատ սիրուն եւ ամեն ինչ տեղը տեղին էմոջիներով, բաներով դրել եք։ Շատ լավ ապրեք, ձեր մոտ էլ է ստացվել։ Հետո Facebook-ն էլ տենց կփոխեք։ Հիշում եք, ես այն առաջի դասին դու ասում եք ոնց դնել, ես ձեզ կսովորեցնեմ։ Facebook-ն էլ այդ ձևով կփոխեք, կտեղադրեք, այնտեղ կթարմացնեք։ Իմը տեսակ նունա։ Տեսա, նույն ճիշտ է։ Նայեցի։ Ապրեք, շատ լավ է։ Ահա։ Sense, okay, այս Արցախն էլ անի մնացածներն էլ ուղարկեն, որ մենք շարժվենք առաջ։ Դուք որ համաշխատում եք եւ կխնդրեմ կարեւոր այդ ռազմավարության բաները եւս մեկ անգամ ասեմ, որ արդեն պետք է հետո սրեցին անցնենք։ Նույնիսկ չէ որ Instagram-ը ավարտել ենք, դե օպտիմիզացիայի եւ կարեւոր կետերն եք մենք վեզեզ այդ վերլուծում։ Եվ այսպես մենք պետք է իրականացնենք մրցակիցների հետազոտություն։ Դա չեք մոռանում, դուք տեսաք ձևը։ Բացի բացահայտենք ձեր հիմնական մրցակիցներ Instagram-ում։ Տեսեք, թե ինչպիսի բովանդակություն են նրանք տեղադրում, որքան հաճախ են տեղադրում, շատ կարևոր է, ուժեղ պրոֆայլները դուք տեսաք։ Նրանց ներգրավվածության մակարդակը, հեշթեգներն էլ տեսաք, ամենակարևորը։ Արցախը հարցնում էր սա վերցնեմ, թե ուրիշ, չէ, ուժեղներն եք վերցնում։ Նրանք, որոնք օգտագործվում են top բրենդների կողմից։ Հետո պետք է վերլուծեք, թե ինչ է լավ աշխատում նրանց համար եւ որտեղ կարող են լինել ձեզ տարբերակելու հնարավորությունները։ Հետո ամենակարևորը կխնդրեմ, մի պատճենեք ուղղակիորեն, այլ սովորեք նրանց ռազմավարությունից։ Խնդրում եմ այդ կետը չմոռանաք։ Պետք չի երբեք պատճենել, անպայման պետք է սովորել ռազմավարությունից։ Մյուսը ինչ կարևոր է Instagram-ի համար։ Մշակեք ձեր բովանդակության ռազմավարությունը, ձեր սեփականը, որոշեք ձեր բովանդակության սյուները, որոնք են հիմնական թեմաները եւ այն թեմաները, որոնց մասին ձեր հետևորդները կհետաքրքրվեն եւ դուք կհրապարակեք։ Դրանք պետք է համապատասխանեն ձեր ապրանքանիշի եւ թիրախային լսարանի շահերին, չեք մոռանում։ Ահա, հիմա օրինակ կուզեմ բերեմ, օրինակ որոշեք ձեր բովանդակության ձևաչափերը, հետո կկենտրոնանաք լուսանկարների, տեսանյութերի, հետո ժապավենների, պատմությունների, ստորիների եւ ուղեցույցների կամ խանութների վրա։ Մտածեք, թե ինչն է լավագույնս արձագանքում ձեր թիրախային լսարանի հետ եւ ինչ ռեսուրսներ ունեք։ Դա կարևոր է, ինչ է արձագանքում եւ ինչ դուք ունեք։ Մյուսը, պետք է պլանավորել ձեր բովանդակության օրացույցը։ Ինչ նկատի ունեմ, ուրվագծեք ձեր օրինակ հրապարակումների ժամակառույցը կամ ժամանակացույցը, որքան հաճախ եւ երբեք հրապարակելու։ Դա միշտ նախորոք ունեցեք։ Մյուսը, հետո շատ կարևոր է, որ օգտագործեք աղյուսակը կամ բովանդակության պլանավորման գործիքը, որը ես ձեզ ցույց եմ տվել, այնտեղ պլանավորելը։ Դա չեք մոռանում։ Եվ պետք է զարգացնել տեսողական այդ հենց գեղագիտությունը, սահմանեք ձեր ապրանքանիշի տեսողական ոճը, անպայման ունեցեք Instagram-ում, Facebook-ում ձեր ոճը, ձեր գույները, ձեր տառատեսակը, ձեր ընդհանուր տեսքը եւ ինչ զգացողություն է այդ ամենը փոխանցում ձեր լսարանին Instagram-ում, որպեսզի դուք լինեք ճանաչելի եւ ճիշտ ներկայանաք ձեր լսարանի առաջ։ Դա կարևոր բաներ էր։ Ահա. Увлечен искусством вина, исследую виноградники, праздную мир вина։ Լավ էլ հետաքրքիր բաներ է։ Հիմա ինչ վերցրեցիք ստեղից։ Այս վինոգրադնիկները։ Ահա։ Հիմա էսի պիտի տեղադրեմ բանը։ Որ մեկն եք վերցնում։ Սրանցից մեկը վերցրեք, հայերեն եթե պետքա թարգմանեք ու կտարեք այնտեղ։ Բայց երկրորդը մի վերցրեք, երկրորդը այնտեղ праздную мир вина, по одной бутылке за էսի մի վերցրեք։ Ահա։ Այ առաջինը լավն է, երրորդն էլ է լավը։ Ահա։
Այս դրանք լավն են, դրանք կարակ թարգմանել։ Երկրորդը մի քիչ policy մեջ կարակ մտնեք, որ պրազնոյում երվին։ Այս սա կամ նա վերցրեք, թարգմանեք եւ տեղադրեք։ Էդ էլ արեք։ Էդի չտնեմ էլի, որը կանի մնա, նոնա ջան։ Ոնց ուզում եք են հինը մնա։ Դե գիտեք ինչ, նայեք, եթե չեք հավանում, ես դեմ չեմ։ Էսի դուք ընտրել եք որ ձևը։ Դուք նայեք որ ձևն եք ընտրել։ Դուք փոխեք ձևը, ֆորմալնի դուք ընտրել եք պաշտոնականը։ Այնտեղ մի քանի ձև կա, դուք բոլոր ձևերը փորձեք, որովհետեւ ավտոմատ է, էլի, տեսակին համապատասխան կարաչելնի զուտ։ Չէ, դուք ընտրեք հաստատ կլինի համապատասխան, որովհետեւ ինքը ինչ որ առաջարկում է, ինքը ձեր պրոֆայլն էլ առաջ տանելու։ Ինքը բանալի բառերի որոնման աղբյուրներից օգտվում է։ Հասկանում եք, մենք մեր ուզածով չենք դնում, հա, մեր ձեռագիրը պիտի լինի, բայց պետք է օգտվենք գործիքներից։ Դրա համար ֆորմալն փոխեք, օրինակ friendly գցեք, ուրիշ ձև ընտրեք։ Այնքան այս հարթակի մեջ մանեք եք, որ այդ լավ բիոն գտնեք։ Որտեւ ես սպասում եմ ձեզնից ուրիշ բիո, հասկացաք։ Հիմա այսի պիտի թարգմանենք, դնենք հիմնական բիո, հիմնական բիոյի մեջ, բայց անպայման չի հիմա անեք։ Հետո էլ կարակ անեք, որովհետև ես հասկանում եմ, որ այնտեղ կա ուրիշ ձևեր։ Если նայեք формальный язык вы выбрали, вы можете выбрать другие варианты, там же много других вариантов։ Հասկացաք այդ բանը։ Վերջ։ Մյուսը։ Հիմա բոլորդ վերադարձակ ինձ, ժողովուրդ։ Վերադարձակ եք, կարևոր բաներ ասեմ Instagram-ի վերաբերյալ։ Մենք պետք է ուսումնասիրենք համապատասխան հեշթեգները, հասկացաք, որոնք փնտրում են ձեր թիրախային լսարանը։ Օգտագործում ենք տարբեր բառերը, line հեշթեգերը, օրինակ small business, fashion, նիշի հատուկ հեշթեգը, օրինակ այսենց երկար բառերը, որ նիշն են ձեր ներկայացնում։ Հետո բրենդավորված հեշթեգները, պետք է ստեղծել յուրահատուկ հեշթեգ ձեր բիզնեսի համար։ Եվ անպայման տեղադրության վրա հիմնված հեշթեգները, եթե դուք ունեք տեղական ներկայություն, այդ տեղը նշելը շատ ճիշտ է։ Այսօր տեսակ այնտեղ կար հավեր Պակիստանում, իսկ դուք վերցնում եք հավեր Հայաստանում։ Մյուսը, օգտագործեք հանրաճանաչ եւ քիչ մրցակցային հեշթեգների համադրությունը։ Չափից դուրս մի օգտագործեք հեշթեգերը, ես ձեզ ասեցի, դու Instagram-ը թույլ է տալիս մինչև 30, բայց նպատակ դրեք համապատասխան եւ կենտրոնացված հավաքածուի վրա։ Դա շատ կարեւոր է։ Եվ ամենակարևորը, պետք է խոսել ձեր լսարանի հետ։ Անմիջապես արձագանքեք մեկնաբանություններին եւ ուղիղ հաղորդագրություններին։ Առաջինը, հարցեր տվեք ձեր անպայման ենթագրերում եւ պատմություններում, խրախուսելու փոխգործակությունները, չմոռանաք դա։ Ձեր ստորիներում անցկացրեք հարցումներ, վիկտորիանաներ եւ տարբեր հարց ու պատասխաններ, տարբեր նիստեր պետքա կազմակերպեք։ Գնահատեք ձեր հետևորդին։ Օրինակ, զբաղվեք ձեր արդյունաբերության այլ համապատասխան հաշիվներով։ Օրինակ, հավանել, մեկնաբանել, կիսվել դրանց բովանդակությամբ։ Այս ամենը ձեր Instagram-ի ստրատեգիան զարգացնում է։ Սա մենք ընդհանուր Instagram-ի սեթափը եւ կարևոր կետերը վերլուծեցինք։ Հիմա անցնում ենք Threads-ին։ Ով ծանոթ եք, չէ՞, Threads հարթակին, լսել եք երևի։ Այո։ Հիմա ձեր Instagram-ը պետք է Threads-ի հետ կապենք։ Որոշների հետ երևի կապը հաստատել ենք այն օրը, բայց ոչ բոլորի հետ։ Հիմա կասեք, ձեր մոտ կապը կա Threads-ի հետ, թե չէ։ Threads-ը կապած է, թե չէ։ Ինձ մոտ չէ, բայց այս բանին կապեմ արդեն։ Հիմա մենք պետք է կապ հաստատենք Threads-ի հետ, Instagram-ը եւ Threads-ը կապենք։ Այդտեղ կա, որ սխմում եք եւ գնում եք հաստատում եք դա։ Մի հատ նայեք գտնում եք այդ տեղը։ Բայց Threads-ը պետք է լինի ձեր հավելվածի, ձեր հեռախոսի վրա։ Այսինքն Threads-ը պետք է անպայման դուք ինչ անեք, որպես հավելված ներբեռնեք։ Ներբեռնված է ձեր մոտ, հիշում եք, ես ձեզ ասել էի, որ պետք է ներբեռնեք։ Հա, ներբեռնված է։
Հիմա կապում ենք Instagram-ից, Instagram-ը սրեցը կապում ենք։ Սկսեցինք։ Կապում ենք սրեցը Instagram-ի հետ։ Հիմա ես կբացատրեմ ինչի է պետք սրեցը, ինչ հնարավորություններ է տալիս։ Սրեցի բացատրությունը ես ձեզ կտամ։ Ստացվում է կապելը։ Պետք է ուղղակի սխմում եք, փոխանցվում եք մեխանիկորեն սրեցի մեջ, ունդեղ կտեղ կա փոխանցել բիոն, փոխանցել լոգոն, այդ ամենը փոխանցում եք ու սպասում եք։ Եթե ինչ-որ մեկի մոտ չի ստացվում, մի հատ խնդրում եմ ինձ տեղյակ պահեք։ Ստացվում է ժողովուրդ։ Այո, ստացվում է։ Ага. Нуна часто было добавить фотопрофили, добавить биографию. Да. Или импортировать из Instagram. Такой функции нет импортировать из Instagram. Չկա ձեր մոտ։ Չունեք այդ ֆունկցիան։ Դե լավ, добавить արեք։ Սովորաբար լինում է импортировать из Instagram. Import is Instagram. Հա, բայց հիմնականը բերեց է Instagram-ը։ Նորից ձեր սեփականը բերեց։ Հա, բայց պետք է բերեր բիզնեսինը, ուրեմն բան արեք, մյուս տարբերակ ընտրեք։ Тогда добавьте и будьте готовы, որ ձեր մոտ սրեցը պատրաստ լինի։ Новое фото. Да, ну добавьте то, что вот у вас есть. Угу. Եվ խնդրում եմ վերջում սկրին արեք այսպես, որ երևա տեսնեմ ձեր պրոֆայլը սրեցի։ Այսենց պետք է վերջնական երևա, իրեն բիոյով եւ ինչ կա տակը այսպես երևա։ Հիմա այս օրինակը ձեզ կուղարկեմ սրեցը ոնց պետք է երևա։ Էսա։ Ես օրինակը ուղարկեցի մեր չաթ։ Ստացվում է ժողովուրդ։ Սրեցը հարթակ է, որը, այո, մենք օգտագործում ենք մեր նյութը տարածելու համար, այո, ինքը կապ է հաստատում Instagram-ի հետ, տեսա Մարիան բին ապրեք, 0 պատպիսիկ, ես կմտնենք բոլորիդ պատպիսկա կանենք մեկը մյուսի, ահա, ուստեղ կխնդրեմ մի անգամից սխմեք поделиться պրոֆիլեմ, որ ձեր պրոֆիլը Instagram-ի մեջ բան անեք, share անեք, սխմեք поделиться պրոֆիլեմ, ու ձեր պրոֆիլը Instagram-ում կերևա ձեր սրեցը, ձեր առաջի կապը հաստատեք, ահա, պես կապեք, Mari and Մոտ ստացվել է ուղարկեք։ Եվ խնդրում եմ ինձ լսեք սրեցի վերաբերյալ։ Կարևոր կետերը ես կնշեմ հիմա, ինչի վրա պետք է դարձնենք ուշադրությունը։ Ահա, ավարտեք, նայում եմ, ինչ եք ուղարկել։ Ժողովուրդ կարամ առաջ գնամ, թե իմ օգնության կարիքը ունեք։ Ահա, ասեք։ Իմ մոտ հիմա ինտերնետի հետ կապված ծրագիրը չի ներբեռնում, բայց իրան գիտեմ ոնց եմ օգտագործում։ Անձնականից օգտագործում եմ։ Հա, նույն ձևով բիզնեսի համար կապեք, շատ։
Տես Արցախին էլ տեսա, շատ լավ։ Հիմա բացատրում եմ ինչ հնարավորություններ է տալիս Threads-ը for business, բիզնեսի համար։ Մենք պետք է օգտագործենք Instagram-ի գոյություն ունեցող լսարանը, որովհետև դա է ձևը։ Ուրեմն ոնց պետք է օգտագործենք։ Ուրեմն անխափան ինտեգրում է։ Threads-ը կառուցված է Instagram-ի, ուշադիր եղեք, թիմի կողմից եւ ուղղակիորեն ինտեգրվում է Instagram-ի հաշիվներին։ Սա թույլ է տալիս հենց ձեռնարկություններին հեշտությամբ տեղափոխել իրենց օգտանունը, որը դուք ձեր մոտ ստացվեց, եւ ստուգումը, ինչը որ դուք արեցիք, եւ նրանց գործող հետևորդներին հուշում է նրանց հետևեց Threads-ում, այսինքն կապ է հենց, ինքը հուշում է, որ մենք Threads-ում պրոֆայլ ունենք։ Դրա համար եթե դուք Threads-ը արել եք եւ սխմում եք podelиться պրոֆիլեմ, մեխանիկորեն այդ կապը հաստատում է։ Դուք ապահովում եք անմիջական լսարանը։ Ստեղ գոյություն ունի cross promotion եւ բիզնեսները կարող են հեշտությամբ կիսվել Threads-ի գրառումներով իրենց Instagram story-ներում եւ թարմացվող բովանդակությամբ ավելացնելով տեսանելիությունը երկու հարթակում։ Այսինքն սա պատկերացրեք, որ ձեր Instagram-ի բովանդակության շարունակությունն է, մանավանդ բիզնեսի վերաբերյալ։ Ոնց պիտի դա անենք։ Մենք պիտի կիսվենք ավելի մանրամասն տեղեկություններով եւ պատկերացումներով Threads-ում։ Առաջինը, ավելի երկավ ձևի բովանդակություն, համեմատված սկզբնական Twitter-ի հետ, Threads-ը թույլ է տալիս տեղադրել մինչև 500 նիշ պարունակող գրառումներ, տրամադրելով ավելի շատ տարածություն կիսվելու մտքերով, թարմացումներով եւ պատկերացումներով, քան Twitter-ը, սկզբնական նիշերի սահմանաչափը։ Ասեմ ձեզ, Threads-ը ինքը կազմվել է, կառուցվել է Twitter-ի հիմքի վրա, բայց ավելի առաջադեմ է։ Ոնց ենք դա տեսնում։ Կա մի հատ կարևոր պատմական մաս, որը պետք է ուշադիր լինեք այդ մասի հետ։ Բիզնեսները կարող են օգտագործել թեմաները, կապակցված գրառումների մի շարք, պատմություններ պատմելու, բարդ թեմաներ բացատրելու կամ իրենց արտադրանքի, ծառայությունների կամ ապրանքանիշի արժեքների մասին ավելի համապատասխան, համապարտակ տեղեկատվություն տրամադրելու համար։ Դուք նույն hashtag-ը կամ շնիկը կարող եք օգտագործել Threads-ում եւ այդ ձևով դուք կկապեք եւ ձեր լսարանին կտանեք ձեր Instagram-ին, դեպի ձեր Instagram-ը։ Դա շատ կարեւոր է։ Մյուսը, պետք է հեշտացնել իրական ժամանակի խոսակցությունները եւ համայնքի կառուցումը։ Այսինքն ձեր համայնքն է կարևոր, որ դուք բռնացնեք ձեր լսարանը։ Ուրեմն դրա համար տեքստի վրա հիմնված քննարկումները Threads-ը կենտրոնանում է, ուշադիր եք լինում, Threads-ը կենտրոնանում է տեքստի վրա հիմնված թարմացումների եւ զրույցների վրա, թույլ տալով ավելի խորը քննարկումներ անցկացնել համեմատած Instagram-ի տեսողական բնույթի հետ։ Այսինքն post-ի տակի են գրառումները, իրենք ավելի խորն են եւ post-ի տակի աշխատանքը ավելի արագ է հասնում լսարանին։ Այդ քննարկումների բաժինը ավելի լավ է աշխատում ալգորիթմների հետ, Threads-ի մասին է խոսքը։ Մյուսը, ներգրավման հնարավորությունները։ Բիզնեսները կարող են հարցեր տալ, հարցումներ անցկացնել, կարծիքներ կիսել եւ իրենց լսարանի հետ զրուցել ավելի խոսակցական ձևաչափով։ Դա տալիս է Threads-ը։ Մյուսը, պետք է արձագանքել անպայման միտումներին եւ նորություններին։ Հարթակը հարմար է արագ թարմացումների եւ բիզնեսներին կամ ոլորտին առնչվող թրենդային թեմաներին մասնակցելու համար։ Եվ այդ հնարավորությունը դուք պիտի օգտագործեք։ Այսքան իմ կարծիքով պարզ է։ Հիմա դուք Threads-ում
պետք է տեղադրեք նյութ, դա ձեր տնայինը կլինի, բայց սրեցում նյութ տեղադրելու համար ուշադիր եք լինում, դուք կօգտագործեք այսա, դուք կդնեք ձեր նկարը, հա, եւ կջեներացնեք այն բանալի բառերով եւ տեքստով եւ կդնեք սրեցում։ Դա կլինի այսօրվա ձեր հանձնարարությունը եւ հետո այդ պոստը պետք է կիսվեք story-ի մեջ եւ այդ story-ին արձագանքի հաստատեք կապ ձեր Instagram-ի հետ։ Ինձ պետք է, որ դուք ուսումնասիրեք հնարավորությունները սրեցի, որ սրեցի լսարանը վերադարձնեք ձեր Instagram-ի լսարանին, բայց պետք է օգտագործեք այսա, այսինքն հեշթեգերով, ամեն ինչով, բայց սա տեղադրեք սրեցում։ Ես հետո լրացուցիչ ձեզ կգրեմ տնայինը։ Ժողովուրդ, այսքանը պարզ է։ Այո, դե կարծում եմ այսօրվա նյութը բավականին հետաքրքիր է եւ ձեզ ասեմ ակտուալ բիզնեսների համար, եթե դուք հարցեր չունեք, ես Էլմիրային արդեն կասեմ, որ կարող է մեզ ինչ պետք է աներ, նկարի, հա, նկարեր, հա, Էլմիրա ջան, ճիշտ եմ հիշում։ Էլմիրա ջան, պետք է մենք բոլորս նկարվենք, ինձ հիշեցրու։ Թե չէ, այս Էլմիրան կասի, լավ։ Միջև Էլմիրան անդրադառնա դրա մի բան էլ կարևոր ձեզ ասեմ եւ ուղարկեմ այդ հղումը։ Ուշադիր նայում եք, այստեղ մի հատ էլ գործիք կա, որ ես կուզեմ դուք ձեր Instagram-ում եւ սրեցում օգտագործեք, հղում ուղարկում եմ։ Սա հղումն է, մի հատ ուշադիր նայեք։ Ինչ է սա։ Սա caption generator-ը։ Ինչ է caption generator, ուշադիր նայեք, ով է ծանոթ ես բառին caption-ը ինչ է։ Post-ի տակի տեքստը չէ։ Այո։ Այսա նույն ձևով դուք պետք է օգտագործեք ձեր social media-ի համար, նայեք, դե ես Այո, ճիշտ է։ Եվ օգտագործեք ձեր Instagram-ում, օրինակ, ինչ որ մի հատ գրում եմ ես, honey, տեսեք, որ honey is important for us։ Գրում եմ, մեղրը մեզ համար կարևոր է, սխմում եմ ստեղերը հեշթեգներ, էմոջիներ, 5 տարբերակ, օրինակ տեսնեմ 3 տարբերակ։ Ընտրում եմ ոչ թե ֆորմալ ձևը, այլ casual, սովորական, generate եմ անում։ Էսա ստուգումը գնամ։ Ու տեսեք ինչ է ինձ տալիս, ուրեմն որ մեղրը կարևոր է մեզ համար։ Ինչ որ տեսեք, միանգամից եկավ caption-ը, այսինքն տեքստը իրեն ինչով, իրեն հեշթեգերով, տեսնում եք, ինքը բերեց ու դուք ստեղից արդեն հեշտությամբ կարող եք ընտրել։ Նույն ձևով կա modify, որ սխմում եմ, կա rephrase, փոխել, այսինքն ուրիշ բառերով, կարճացնել եւ անպայման ստեղ կա թարգմանություն, եթե ձեզ պետք է թարգմանել, իմ կարծիքով պետք կգա սա։ Ուրեմն ես կխնդրեմ, այս գործիքն էլ օգտագործվի, caption generator-ը անվճար տարբերակ է, օգտագործվի, երբ որ դուք անեք ձեր post-ը։ Արդյունքում ինձ պետք է այս նոր գործիքներով մեկ post լինի արված Instagram-ում, այս գործիքով caption generator-ը, եւ մեկ post լինի արված սրեցում, եւ կապ հաստատել Instagram սրեց, story-ի կապ է, որովհետեւ այնտեղ անպայման վերջում ինքը ասելու է, կուզես տանել story, եւ կխնդրեմ, եթե դուք ճիշտ եք կապը հաստատել, ձեր Instagram-ում, երբ որ դու դնում եք story, այնտեղ արդեն կա տարբերակ add to threads, ու ճիշտը իրեն փոխանցել սրեց։ Մի հատ խնդրում եմ դա էլ ստուգեք։ Ունեք, օրինակ, ինչ որ մի նկար վերցրեք, ոնց որ Instagram-ում story եք պատկերացնում դնում։ Մի հատ յուրաքանչյուր որ նկար դրեք։ Նոնա ջան, իմ մոտ չի ստացվում է կապել։ Որ պահը չի ստացվում, ինձ բացատրեք։ Ասեք, որ պահը չի։ Չի լինում կապ Instagram-ի հետ կապեմ, կարող է ջնջեմ նորը բացեմ։ Չէ, ոնց չի ստացվում։ Մի հատ ինձ screen ուղարկեք։ Մի հատ ինձ screen ուղարկեք, տեսնեմ։ Կարող է ինքը կապը հաստատած է, դուք չեք տեսնում։ Այնտեղ մենակ եթե դուք անեք share profile, ինքը պետք է գնա Instagram, մեխանիկորեն։ Ձևը այդպես է, էլի։ Իմ edge-ն է բացում։
Instagram-ի իմ։ Հա, իմն է։ Մի րոպե, այնտեղ switch-ի տեղ կա, կարակ փոխեք։ Հիմա ես ձեզ կբացատրեմ։ Մի վարքյան սպասեք, մի գնա։ Ճիշտ է, դեզեմոտ ամենը ճիշտ է, սխալ չի։ Այնտեղ switch կա, կարակ փոխեք։ Նայեք։ Ասեմ, որ ցեք փոխում։ Մտեք սրեց, վերևի աչու անկյունում երկու գիծ կա, սխմեք երկու գիծը։ Սխմեք։ Հա։